Ողջույն, ես Անին եմ։ Միասին կծանոթանանք, թե ինչպես կարող եք դիմել եւ ստանալ արգելք սահմանափակման ոլորտի թույլատվական փաստաթղթեր։ Եթե արտաքին տնտեսական գործունեության մասնակից եք, ապա կարևոր է իմանալ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրազգային 1 պատուհան էլեկտրոնային հարթակի մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում գործող թույլատվական փաստաթղթեր պատուհանի միջոցով ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ կարող եք դիմել եւ ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաեւ տարանցման ժամանակ պահանջվող լիցենզիա կամ թույլտվություն ներկայացնելով համապատասխան հայտ։ Հայտը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, առանց որևէ պետական մարմին այցելելու։ Մինչ թույլատվական փաստաթղթերի ստացման համար հայտի ներկայացման քայլերին ծանոթանալը, անհրաժեշտ է նաև իմանալ, որ արգելք սահմանափակման ոլորտի թույլատվական փաստաթղթեր ստանալու համար կարող է դիմել հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը, ով ունի մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ մուտք գործելու իրավունք։ Իսկ համակարգին հասանելիություն ստանալու գործընթացին կարող եք ծանոթանալ սկանավորելով QR կոդը։ Օգտակար է նաև իմանալ, որ թույլատվական փաստաթուղթը տրամադրվում կամ մերժվում է լիազոր մարմնի կողմից համապատասխան հայտը գրանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, եթե պահանջվում է փորձաքննության արդյունքների կամ լրացուցիչ փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացում, ապա թույլատվական փաստաթուղթը լիազոր մարմնի կողմից տրամադրվում կամ մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի եւ կամ տեղեկությունների ստացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այժմ եկեք ծանոթանանք հայտարարագրվող ապրանքների համար արգելք սահմանափակման ոլորտի թույլատվական փաստաթղթեր ստանալու քայլերի հաջորդականությանը։ Էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրազգային 1 պատուհան հարթակի մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում ընտրեք թույլատվական փաստաթղթեր պատուհանը եւ սեղ 1 մուտք։ Իսկ մուտքի համար անհրաժեշտ է անցնել անձի նույնականացում բջջային նույնականացման քարտի կամ նույնականացման քարտի միջոցով։ Կարևոր է իմանալ, որ նույնականացման քարտի տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտը կարդացող սարք։ Այնուհետև ընտրում եք համակարգից օգտվողին համապատասխանաբար նշելով ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ լինելու դեպքում կազմակերպության անվանումը եւ հաստատում։ Արդեն համակարգում ընտրում եք միասնական հայտ ներմուծման, արտահանման կամ տարանցման համար։ Եկեք միասին ձևավորենք միասնական հայտ ներմուծման համար, ստեղծենք նոր հայտ եւ լրացնենք հայտը որպես իրավաբանական անձ։ Ներմուծման միասնական հայտի բաժիններն են գրանցման տվյալները, կողմերը, փոխադրումը, ապրանքները, կից փաստաթղթերը, նշումները եւ փորձաքննությունը։ Այսպես, գրանցման տվյալներ բաժնում ինքնաշխատ արտացոլվում է հայտի տեսակը, տվյալ դեպքում ներմուծում, քանի որ ընտրել ենք ներմուծման հայտ։ Կողմեր բաժնում լրացվում են գործարքից կախված ներմուծող, արտահանող եւ հայտարարատու դաշտերը։ Այստեղ ներմուծողի տվյալները լրացված են ինքնաշխատ, քանի որ համակարգում արդեն իսկ առկա են իրավաբանական անձի տվյալները։ Ինքնաշխատ լրացվում են նաեւ հայտարարատուի տվյալները։ Հաջորդը փոխադրում բաժինն է, որտեղ լրացվում են մեկնման մաքսային մարմնի, նշանակման մաքսային մարմնի, փոխադրողի տվյալները, նաեւ փոխադրամիջոցի տեսակը, ուղերձի համարը կամ պետհամարանիշը, կապարակնիքի համարը։ Գործարքից կախված նշում եք նաև արտահանող, ներմուծող կամ տարանցիկ երկիրը։ Այնուհետև լրացնում եք ապրանքներ բաժինը, որտեղ անհրաժեշտ է ապրանքացանկում ավելացնել ապրանքատեսակ եւ լրացնել ապրանքատեսակի մասին անհրաժեշտ տեղեկատվությունն ու պահպանել։ Այստեղ կարող եք խմբագրել լրացված տվյալները, կրկնօրինակել կամ հեռացնել։ Կարող եք լրացնել նաև հաջորդ ապրանքատեսակը, սեղմելով ավելացնել ապրանքատեսակը կամ հեռացնել լրացված ապրանքատեսակը։ Տեղեկատվությունը լրացնելուց հետո ամփոփ տվյալներում ինքնաշխատ արտացոլվում են ապրանքի բրուտո, նետո քաշերը, ապրանքատեսակների քանակը եւ ապրանքի մաքսային արժեքը։ Հաջորդիվ կից փաստաթղթեր բաժինն է, որտեղ ավելացնել փաստաթուղթ կոճակի միջոցով լրացնում եք փաստաթղթի տեսակի ծածկագիրն ըստ համապատասխան դասակարգչի, նկարագրությունը, համարը, տրման ամսաթիվը, այնուհետև ներբեռնում եք համակարգչում առկա փաստաթուղթը։ Նշում, որ ապրանքի համար է այն կցվում եւ պահպանում։
Այնուհետև ստուգել գործողության միջոցով, եթե սխալներ չեն հայտնաբերվել, սեղմելով ձևավորել կոճակը, ենթահայտ էր բաժնում ավտոմատ ներկայացված թույլատվական փաստաթղթեր տրամադրող գերատեսչություններից, անհրաժեշտ է ընտրել տվյալ ապրանքի համար անհրաժեշտ թույլատվական փաստաթուղթ տրամադրող գերատեսչությունը կամ լիազոր մարմինը, որին պետք է ուղարկվի փաստաթուղթը։ Աջ մասում ներկայացված գործիքների միջոցով կարող եք ուղարկել հայտը համապատասխան գերատեսչություն։ Կարող եք նաև ստուգել կամ տպել հայտը։ Ուշադրություն, այստեղ ստուգել գործողության միջոցով համակարգը կհուշի, թե որոնք են տվյալ ապրանքի ներմուծման համար բացակայող տեղեկությունները, որոնք պետք է ավելացնել ապրանքներ բաժնում, որից հետո վերաձևավորել հրահանգի միջոցով կարող եք ուղարկել հայտը։ Հայտն ուղարկելուց անմիջապես հետո հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը հայտի գրանցման վերաբերյալ ստանում է ծանուցում համակարգի եւ էլեկտրոնային փոստի միջոցով։ Իսկ համակարգի նշումներ բաժնում հայտարարատուն ըստ անհրաժեշտության կարող է ներկայացնել հայտի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ։ Եվ վերջինը փորձաքննություն բաժինն է, որը լրացվում է ապրանքատեսակից եւ հետագա ընթացքից կախված լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտության դեպքում։ Եվս մեկ կարևոր իրազեկում. թույլատվական փաստաթուղթ ստանալու համար Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրազգային 1 պատուհան հարթակի մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում հայտ կարող եք ներկայացնել նաև ապրանքների հայտարարագրման փուլում, սեղմելով ստեղծել միասնական հայտը եւ թույլատվական փաստաթղթեր համակարգում ձևավորել հայտը միևնույն սկզբունքով։ Օգտակար է նաև իմանալ, որ լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ մերժման մասին համապատասխան տեղեկատվությունն արտացոլվում է միևնույն հարթակում։ Եթե փաստաթղթի կարգավիճակը թույլատրված է, ապա կարող եք փաստաթուղթը ներբեռնել ապրանքների հայտարարագիր փաստաթղթեր բաժնում, լրացնելով թույլատվական փաստաթղթի համարը։ Ուշադրություն, թույլատվական փաստաթղթեր ստանալու համար Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրազգային 1 պատուհան հարթակում թույլատվական փաստաթղթեր համակարգի միջոցով կարող եք դիմել հետևյալ գերատեսչություններ. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն և մյուս գերատեսչություններ։ Հարկ է հիշել, թույլատվական փաստաթղթերի ստացման համար ճիշտ լրացված եւ ներկայացված հայտերն արագացնում են մաքսային ձևակերպումների գործընթացը։ Եղեք իրազեկ, խնայեք ժամանակը։ Պետական եկամուտների կոմիտե։